Այստեղ քննարկումների ընթացքում խոսվեց եւ պարոն Զաքարյանն էլ նշեց, որ մենք պետք է այնպես անենք, որ բանակցային գործընթացում ինքներս մեզ անհարմար դրության մեջ չդնենք։ Ես ուզում եմ, իհարկե նախորդ քննարկման ժամանակ էլ այս մասին խոսք եղել, ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրեմ այն փաստի վրա, որ մենք արդեն 1998 թվականից ինքներս մեզ անհարմար փաստի մեջ ենք դրել, անհարմար իրավիճակում ենք դրել այնքանով, որ Հայաստանի, այդ թվում Հայաստանի իշխանությունների ջանքերով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դուրս է մնացել բանակցային գործընթացից։ Եվ նախորդ քննարկման ժամանակ էլ այդ հարցը բարձրացվեց, անհասկանալի է, թե ինչու է Հայաստանի Հանրապետությունը բանակցում մի գործընթացում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի հարցը կարգավորելուն ուղղված բանակցություններին, որտեղ Լեռնային Ղարաբաղը չի մասնակցում։ Այսօր այո, Հայաստանի իշխանություններն ասում են, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը պետք է մասնակցի բանակցային գործընթացին, բայց հարց, ինչպես են նրանք պատրաստվում ապահովել Ղարաբաղի ներկայացուցչի ներկայությունը բանակցային գործընթացի մեջ։ Այս հարցի պատասխանը չկա, այս հարցի պատասխանը Հայաստանի դիվանագիտական կորպուսը, արտաքին քաղաքականությունը վարող անձինք չունեն եւ ստացվում է, որ մենք մտել ենք մի իներցիայի մեջ եւ այս պահին մենք խնդիր ունենք այդ իներցիայից դուրս գալու։ Նախորդ անգամ, երբ օրենքի նախագիծ էր քննարկվում, ես կողմ եմ քվեարկել այդ նախագծին, այդ թվում այդ պատճառով մտածելով, որ գուցե թե դա է ճանապարհը, որ մենք ի վերջո չմասնակցենք բանակցային գործընթացին, գործընթացից Ղարաբաղի դուրս մղման։ Այսօր այո, պետք է խոստովանել, որ 98 թվականից սկսած Հայաստանի իշխանությունները մասնակցում են, նպաստում են եւ իրենք մասնակից են այդ process-ի, որ Ղարաբաղը դուրս է մնացել բանակցային գործընթացից։ Եվ այստեղ պետք է մտածել, թե ինչ անել։ Այսօր մենք այդ հարցի պատասխանը չունենք։ Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը, Ղարաբաղի հետ կապված իհարկե հարցեր այստեղ ծագում են, բայց ես ուզում եմ մեր գործընկերների ուշադրությունը հրավիրել նաև այն փաստի վրա, որ հարցեր ծագում են նաև Վրաստանի եւ Իրանի հետ կապված։ Ինչա լինելու հայ-իրանական սահմանի հետ, ինչա լինելու հայ-վրացական սահմանի հետ։ Դուք ասում եք, տեսեք, շատ ճիշտ նկատում եք, որ հնարավոր է, որ եթե ոչ ճիշտ քայլ եւ հնարավոր է Վրաստանի սահմանը մեզ համար փակվի։ Իսկապես կարող է լինել այդպիսի բան, բայց այսօր որևէ մեկը դեռ չի պատասխանել այդ հարցին, թե Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը անդամագրվելու պարագայում ինչա լինելու հայ-վրացական սահմանի հետ, ինչպիսի առևտրային ռեժիմ է սահմանվելու, ինչպիսի թափանցիկություն է ունենալու այդ սահմանը, առավել եւս Իրանի պարագայում։ Իրանի պաշտոնյաները արդեն երկար ժամանակ ըստ էության արդեն բարձրաձայնում են, որ իրենք անընդհատ Հայաստանին առաջարկում են, որ եկեք ստորագրենք ազատ առևտրի մասին պայմանագիր, բայց այդ պայմանագիրը չի ստորագրվում եւ դրա հիմնական խոչընդոտներից մեկը Եվրասիական տնտեսական միությունն է։ Ինչպիսի ազդեցություն է ունենալու Եվրասիական տնտեսական միությունը Իրանից Հայաստան գազի ներկրման իմաստով։ Մենք այս հարցերի պատասխանը գիտենք, չգիտենք։ Եվ ըստ էության այս նախագիծը եւ այն մտահոգությունները, որ այսօր հնչում են, անընդհատ մենք կանգնում ենք նույն իրավիճակի առաջ։ Երբ Հայաստանի ազգային ժողովը բարձրագույն օրենսդիր մարմինը ըստ էության post factum կայացնում է որոշումներ, այսինքն մենք ընդհանրապես մենք արտաքին հարաբերությունների հանձնաժողով լինելով, արտաքին հարաբերություններում տեղի ունեցող գործընթացների մասին ընդհանրապես տեղյակ չենք։ Եվ շատ խնդիրներ կան, որ այսօր Հայաստանի Հանրությունը այդ խնդիրների պատասխանը այդ թվում մեզնից է ակնկալում, բայց այդ հարցերի պատասխանը չկան։ Ու ակնհայտ է, եթե Եվրասիական տնտեսական միություն ենք մենք մտնում ենք այլ տնտեսական տարածք, նշանակում մասնավորապես Վրաստանի եւ Իրանի հետ կապված որոշակի խնդիրներ են առաջանալու եւ այդ խնդիրները ինչպես են ազդելու մեր տնտեսության վրա։ Մենք ասում ենք Ռուսաստանը շատ մեծ շուկա է ունի 120 միլիոն եւ այլ, ոչ մեկ հարց չի տալիս, իսկ մենք ո՞նց ենք այդ շուկան հասնելու։ Ո՞նց ենք գնալու այդ շուկան, որ անցակետով ենք անցնելու։ Ձեր ասած Ղարաբաղի անցակետով ենք հասնելու Ռուսաստանի շուկա, Վրաստանի թե Իրանի։ Բայց Եվրասիական տնտեսական միության անդամագրվելուց հետո այդ անցակետը ինչ ա լինելու, ինչ ա տեղի ունենալու։
տրանզիտային խնդիրներ կան, միջև այսօր էլ մենք Վրաստանի հետ այդ տրանզիտային խնդիրները, տրանզիտի թանկացումները Հիմա ինչ վերաբերում է ընդհանուր քննարկումներին, սա իհարկե այստեղ մենք նախորդ օրինագծի քննարկումից հետո մենք ունենք որոշակի իրավիճակի որոշակի փոփոխություն։ Այդ իրավիճակի որոշակի փոփոխությունը նա էր, որ ըստ էության, երբ մենք Տիկին Փոստանջյանի նախորդ նախագիծը քննարկում էինք, ըստ էության բանակցային գործընթաց գոյություն չուներ։ Հիմա հայտնի իրադարձություններից հետո տեղի է ունեցել բանակցային գործընթացի որոշակի վերակենդանացում, բոլորս գիտենք, որ արդեն Մինսկի խմբի 3 համանախագահներից 2-ը կազմակերպել են կողմերի հանդիպումներ եւ առաջիկայում նախատեսվում է նաեւ Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ հանդիպումները եւ այս փաստերը հաշվի առնելով Իհարկե, այդ փաստերը ինքնին չեն փարատում են տեսակետները, որ այն խնդիրները, որոնց մասին ես ասացի, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հանրապետության ներկայացուցիչների վերադարձը բանակցային սեղանի շուրջ, սա ի վերջո, եթե մենք այս հարցին մի X պահի մենք ստիպված ենք լինելու շատ կտրուկ շարժումով այս հարցը լուծել, որովհետև իներցիայով արդեն 10 քանի տարի է այս հարցը չի լուծվում, իհարկե դրա մի մասում խնդիր էլ չի դրվել լուծվել։ Իհարկե ներքաղաքական process-ներ էլ կան, որ դրան պետք է նպաստեն, բայց մենք մի X պահի ստիպված ենք լինելու որևէ կտրուկ քայլով այդ հարցը լուծել, որովհետև այդ փաստով արդեն ինքնին մենք վնաս ենք հասցնում այն process-ին, որ մենք տանում ենք։ Մասնավորապես այս ֆորմատը ստիպում է, որ օգնում է, որպեսզի Ադրբեջանը միջազգային հանրության շրջանում ներկայացնի Ղարաբաղի կոնֆլիկտը որպես տարածքային վեճ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Մինչդեռ հենց հարցի էությունը բոլորովին ուրիշ է, հարցի էությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է։ Եվ ես ասում եմ, եւ նախորդ քննարկումից ի վեր ես կարծում եմ, որ մենք իրավիճակի փոփոխություն ենք տեղի ունեցել այնքանով, որ հիմա բանակցային գործընթացը ինչ որ առումով ակտիվացել է եւ շատ կարեւորելով այդ բանակցային գործընթացը, համարելով դա կարեւոր մասնավորապես խաղաղության եւ հավասարակշռության պահպանման տեսակետից ես այս փուլում կնախընտրեմ չմասնակցել ընդհանրապես քվեարկությանը, ինչպես կանոնակարգը հնարավորություն է տալիս, չնայած ասեմ, որ բոլոր այն հարցադրումները արդեն ասացի, դրանք լեգիտիմ հարցադրումներ են, համաձայն են պարոն Արզումանյանի հետ, որ մենք անդադ գալիս ենք ասում ժամանակը չի, բայց մենք չգիտենք այդ ժամանակը երբ է գալու։ Մենք փաստացի ստացվել է այնպես, որ այդ ժամանակը մեր վերահսկողությունից դուրս ենք թողել։ Մենք չենք վերահսկում այդ ժամանակը, ինչը արդեն ամենավատ արդյունքն է Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում։ Եվ վերջում ասեմ, որ համաձայն եմ, որ անընդունելի եմ համարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որևէ համեմատություն Դոնբասի, Լուգանսկի, Դոնեցկի եւ այս կարգի որևէ այլ սուբյեկտի կամ կոնֆլիկտի հետ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը հանրաքվեով իր ապագան է որոշել, Լեռնային Ղարաբաղում կան պետական ինստիտուտներ, Լեռնային Ղարաբաղը ի վերջո մեր բոլորի ընկալմամբ բավականին կայացած պետություն է եւ արժանի է իրոք միջազգային ճանաչման։ Շնորհակալություն։ Ես չեմ համեմատել, զուգահեռներ հասկացնել ուրիշ է, համեմատել ուրիշ։ Հաջորդ երեկի համար